Հարկ Նժդեհին, սարսափելի խառը աշխարհում ենք ապրում եւ ակնհայտ է դարձել, որ այն ագրեսիվ պետությունների կամ գերտերությունների լիդերները բոլորը կորցրել են ասպետի իրենց հատկանիշները։ Պետության լիդերը պետք է նամանավանդ գերտերության լիդերը պետք է իրեն նաև ասպետի պես պահի։ Տեսնում ենք տարատեսակ արդեն քննադատություններ նույնիսկ դաշնակիցների միջև, դաշնակիցը դաշնակիցին կասկածում է, անգամ Իսրայելը փորձում է Ամերիկային կասկածել իր թիկունքում Պարսկաստանի հետ ինչ-որ բաներ պայմանավորվելու։ Ես Նախիջևանում ավելի շուտ Նախիջևան Ադրբեջան չէ ինձ համար եւ միջազգային իրավունքով ոչ միայն ինձ համար եւ պատմականորեն Ադրբեջանում տեղի ունեցածը արդեն խոսում են, որ դա իրենց ձեռքի գործն է, Թուրքից հեռու չէ։ Խոջալու սարքողը օդանավակայանն ինչ է, կամ ինքը կարող է նույնիսկ մանկապարտեզ երեխեքի մեջ ոչնչացնի եւ այնքան է առիթ լինի, որովհետեւ իմ պատկերացմամբ Իսրայելը շատ լուրջ ճնշում է գործում Ադրբեջանի վրա։ Իսկ Իլհամը ընդունակ է ամեն ինչի։ Ինքը Նիկոլ է, նույն Նիկոլն է, ուղղակի բախտավոր Նիկոլ է։ Իր բախտը բերել է, որ ասենք Ռուսաստանը Թուրքիան առևտուր են արել եւ իր համար շատ շահեկան վիճակում էին հայտնվել։ Եվ այդքանով հանդերձ ինքը փորձել է ցույց տալ Հայաստանի հանդեպ իբր տարած հաղթանակը, փորձում է աշխարհին մատուցել, որ տեսեք, ես սենց բաներ եմ անում։ Նախ ասեմ, որ դու մեզ չես հաղթել լակոտ։ Դու ով ես, որ հայ մարդուն հաղթես։ Դու այնքան թույլ ու տկար ես քո ազգը, քո տեսակը, որ անգամ քեզ թույլ չտվեցին, որ քո զինվորականները մարդը վարեն, կազմակերպեն։ Անգամ քո զինվորների վրա հույս չդրեցին, Սիրիայից բերեցին վարձկաններ։ Ով ես դու այ ողորմելի, որ հիմա էլ ասում ես, ես սենց արեցի, ձեզ էլ սենց կանեմ։ Մի կողմից կարող ես գլուխդ գովել, որովհետև եթե դու հայ մարդուն ինչ որ իրավիճակում, այսինքն մեր ձեռքերը կապած, մեր աչքերը կապած, հիմա մեր աչքերը ձեռքերը նորից նույն կերպ կապված են։ Մեր հոպը հիմա նորից համատեղ է ռուսների հետ։ Որքան էլ Նիկոլը հոխորտում է, մենք հապ բան, արևմտամետ բան, մեր հոպը, մեր հակաօդային համակարգը, մեր բանակար հասարակ։ Եթե հանգարց Աստված մի ասի, ինչ որ մեր կա, եթե ռուսները կոճակը չսեղմեն, մեր օդը բաց է։ Ադրբեջանի համար էլ է բաց, Պարսկաստանի համար էլ է բաց, Թուրքիայի համար էլ է բաց։ Օդանավակայանի բաներին էր հանել, KGB-ի աշխատողներին հանել են ու ասում են, բա տեսակ ռուսներին սա բանից հանեց։ Մեր անվտանգությունը հոպը ռուսների ձեռքին է։ Այդ որ 44 օրյա պատերազմի ժամանակ Ալիևը ոնց երբ ինչ ուզում անում էր իր ատսներով, այդ Պուտինի հունարն էր, այդ Պուտինի շնորհքն էր, որ չէր փակում օդը, կամ փակում էր, բայց բացառությամբ ադրբեջանական ատսների համար։ Հեյդարի լակոտ։ Ախր դու ինքդ ես խոստովանել, որ պատերազմը քիչ երկար էր, դու ուժասպառ էիր լինելու, որովհետև դու այդ հարթավայրերս քիչ կարողացար ամբողջությամբ գրավել, լեռները ոնց էիր տանելու։ Մենք չտեսանք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո դու Քարվաճառը, Քաշաթաղը, Բերձորը, դու այդ ժամանակ ուղղակի նվեր ստացար։ Կանգնել ես մեծ խոսում ես, թե դու հաղթել ես։ Դրիվը չի պրզել, տղա։ Հա, մեկ էլ տեսնում եմ, որ ինչ-որ նորից ում երեխի հաշվին եք Հայաստան, Արևմտյան Հայաստանից խոսում, Արցախից խոսում։ Դու ես իմ երեխու իմ հաշվին եմ խոսում։
Այ ողորմելիներ։ Մենք ազատագրելու ենք Արցախն են Հայաստանն էլ, բայց ով որ մկկում է հիմա, էծի պես թե ում երեխի հաշվին։ Ես ձեր բոլորին գիտեմ, ում որ ես գիտեմ։ Դուք Հայաստանում չեք ապրելու։ Որտեղ դուք հայրենիքը ուզում եք տակ ձեր երեխի համար։ Հիշեք, Արցախն էլ, Արևմտյան Հայաստանն էլ Հայաստան են դառնալու, Հայաստանի Հանրապետություն են դառնալու։ Այն ժամանակ ես ձեզ կանադառնամ, թե ում երեխու հաշվին։ Հաստատ կանադառնամ, ու կասեմ, որ այդ պետությունը, որ մենք կարողացանք հետ նվաճել, ձեր համար չէ։ Ես դա անելու եմ։ Հեյդարի լակոտ, դու էլ լավ գիտես, որ դու չես հաղթել ախրի։ Չնայած որ այդպես հպարտանում ես, ես հային հաղթեցի, իհարկե, եթե դու հային հաղթել ես, եթե ինչ-որ մեկը կարողանա հային հաղթել, ինքը իրավունք ունի բարձենալու։ Իրավունք ունի, իսկապես, եթե հային հաղթել են, իրավունք ունեն բարձենալու։ Մակեդոնացուց մինչև դու։ Չնայած դու փալաս ես, այ լակոտ, հեսա Իսրայելը, տես ինչ է անելու քո գլխին։ Ոնց է քեզ օգտագործելու, փչացնելու։ Դու որքան էլ կեղծ այդտեղ պայթուններ սարքի, որ Իսրայելի այն որ վզիպ դրել ասում է պետք է մտնենք, քո տարածքով դու էլ հետներ ես, պետք է մտնես։ Չինաստանին ինչ ես ասելու։ Հետը ռազմավարական պայմանագիր կնքեցիր, արա, այ լակոտ։ Այնտեղ ինչ ես անելու։ Ռուսաստանի հետ 22 թվին երկու օր առաջ Ուկրաինա մտնելուց կնքեցիր։ Այդտեղ ինչ ես անելու։ Թուրքիայի ինչ ես ասելու։ Լակոտ։ Աշխարհում իսկապես քաոս է տիրում։ Իսկապես չկա, ասենք, ես արդեն ես որ նայում եմ, բոլորը Նիկոլ են դարձել։ Բոլորը ստախոս են։ Եվ դրա համար էլ ոչ մի հարց չի լուծվում։ Բայց այս կեղծիկի մեջ մենք կարող այս մեծ ստի մեջ մենք կարող է իսկապես այն որ ասում ում երեխու հաշվին, երեխեն տանը քնած, այդ երեխեն արդեն դառնա հաշմանդամ կամ էլ կյանքից հեռանա։ Նիկոլի թշնամահապատակ կամ ընդհանրապես վախկոտ լինելու հետևանքով։ Դրա համար մեզ այս խառը վիճակում ազնիվ եւ հայրենիքի ու ազգի մասին մտածող քաղաքական թիմ է պետք։ Թիմ։ Մի հոգու շարքից կհանեն։ Հավատացեք։ Մեզ քաղաքական թիմ է պետք։ Մեր թիմը, չասեք որ բա խոսքը բդդես բես, որ իրացնում նժդեհականներ են։ Ով որտեղ ինչ ուզում խոսում է, ասենք լսում եմ ականջից հասնում է, ախր դե սասնածրերին բանին, բան ժողովուրդը ոնց որ թե բան վախենում է, տեղ չի տալի կամ ուրա անդրազանգված չունի։ Ես միշտ ասել եմ, այդ անդրազանգվածը Հորստանը դրած չի որ բերեմ, այդ անդրազանգվածը դու ես, ով որ ասում է, ախր սասնածրերը, հա, բայց արի դու 1, հարևանը 2, բարեկամը 3։ Անդրազանգվածը դենց է ձևավորվում։ 18 թվին Նիկոլը շատ ուներ ընդրազանգված։ Այդ լիրփը։ Մի տրվեք ես նախկին ու ներկա խաղերին։ Գիշեր ու ցերեկ արդեն 30 տարի է Քոչարյանը կարող է հեսա ծորներին էլ պսակի, թորներին էլ պսակի, հələ Քոչարյանի կերածից են խոսում։ Խոսքից էլ գործի չեն անցնում։ Ու պատրաստվում են տեսան որ ամերիկացիները որ գտել են որ իրենք ռեյտինգ չունեն, թվեր են նկարում։ Երկնիշ թիվ է նկարում։ Նիկոլագան հերոստատեսությունը կամ լրագրողը կամ то հենց Ալեն Սիմոնյանը երկնիշ թիվ են նկարում իրենց ռեյտինգի դիմաց, որ հարցում են արել, հա երևի իրանց տանն են արել։ Բա որ ամերիկացիները թուղթը դնեն, ասենք հրապարակեն, չեն հրապարակել։ Այս ժամանակ ինչ եք անելու։ Ասենք, այդպես աշկերտ փակ որ գնում ես մխրշվում ես ստի մեջ, գլուխը տալուց ես պատին, ասենք, հետո ինչ ես անելու։ Այդ թվերը հրապարակվելու է մի օր։ Այդ դու չես կարողանալու։ Թփրտաս, ոնց որ դու ես ասում։ Այ լակոտ։ Հələ քո ռեյտինգը բարձրացնում ես քիչ չի, Քոչարյանի Տաշի Սամոյին էլ հետևիցը տանում ես։
տանում ես խորհրդարան, որ էլի քֆրդ ես ասես։ Սրանք նախկինները կերան, Քոչարյանից, Թալանից, սրան սպանեց, նրան մորտեց, ու նորից ժողովրդի բանը ջարդերի հետ խաղալով, բանանես, տանես մարման մեր երկիրը։ Քոնը բարձրացնում ես, այդ ռուսահապատակներին էլ հետդ, այսինքն դու էլ ես ռուսահապատակ, ի՞նչ տարբերություն։ Դու կարաս Պուտինի ձեռից պրծնես, արա, այ ողորմելի։ Սելյանություն, ուրեմն մեզ իսկապես այս վիճակում լուրջ մարդ է պետք, լուրջ մարդիկ, ովքեր իսկապես նժդեհական են, որոնց համար հայրենիքը ամենաբարձր կետն է, արժե համակարգի ամենաբարձր կետը հայրենիքն է եւ իր անձը միջոց այդ հայրենիքին տեր կանգնելու։ Սա նժդեի բառերն եմ կրկնում, ինձանից չեմ օրինում։ Այն մարդու համար, որ հայրենիքը ամենաբարձր արժե համակարգի ամենաբարձր կետը չի ու իր մարմինն էլ իր անձն էլ միջոց չի այդ կետը պահելու, փառաբանելու, զարգացնելու, հզորացնելու։ Ուրեմն այդ մարդը այն որ ասում է ուտող չմտածող կամ կերավ, քնեց, մեռավ։ Բույսի պես, խոտի պես, հավի պես, խոզի պես, հա, մկան պես, ձիու պես, էդ են նրանք մնացածը։ Մենք մտնում ենք սուտասանների դարաշրջան, որտեղ կեղծիկը կարողանում են անցկացնել։ Հիմա ժողովուրդը այդ ամերիկացիները, որ հարցում են արել, գրեթե 50% ժողովրդի չի կողմնորոշել, ում պետք է ընտրի։ Հասկանում եք, այսինքն այնքան են հայ ժողովրդի վրա ֆռացել, այնքան են խապել, քցել, սա լավ, սա նախքի, սա կերավ, սա թալանեց, սա սպանեց, սա մորտեց, սա ռուսահապատակի, սա արևմտամետ է, սա սրանից է, սա նրանից է, ժողովուրդը չգիտի ինչ անի, հոգնել է, զզվել է, եւ ասում են բոլորը նույնն է։ Ճիշտ է, բոլորին չի ճանաչում, բայց այն ում որ դաշտում տեսնում է, արդեն հասկացել է։ Հիմա եթե կեսը չի կողմնորոշվել, այն կեսն էլ Նիկոլը իրանց մեզ կիսում է 23% իրեն է տալի, 9%, չգիտեմ, Տաշիր Սամոյին է տալիս, չգիտեմ, քանի տոկոս Ռոբերտին է տալիս, էլ չկա։ Բա այնտեղ սազանդարներ ունեիք, թե Պուտինը ասել է սազանդարներ թող մենակ քեզ պաշտպանեն, հանգարց խորհրդարան չմտնեն։ Բա Վազգենի քույրիկին ինչ է կանելու, մարդ ասում է, ես մտնել եմ խորհրդարան, Նիկոլի հետ կոալիցիա կազմեմ։ Ես 50% Նիկոլի հետ համաձայն եմ, ասում է։ Արի սուր եք ընկել, այ ողորմելիներ։ Սիրելի հանրություն, ուրեմն, չգիտեմ, նախկին, ներկա, սազանդար, թրքահապատակ, փաթեթավորում ենք ու շպրտում, որ հասկանանք, ինչ ենք ուզում մենք այս աշխարհից, որ Ալիևի ստերին դիմանանք, Թրամփի ստերին դիմանանք, Պուտինի վիժվածքությանը դիմանանք, Նիկոլի վիժվածքության, այսինքն Նիկոլ արդեն չպետք է լինի, էլի Նիկոլ, ինչ Ռոբերտ, ինչ Սերժիկ, ինչ Տաշիր Սամո, ինչ Արման Թաթոյան, ինչ Լևոն, ինչ Լակոտ Լուկուտ, լուրջ մարդիկ, նժդեհական մարդիկ, ոչ թե ուղղակի խոսում են, ոնց հասնածրերը, տեսեք, գնացել են, մարդկային 10 տարի արդեն նստած է սմբատը։ Ձենը դուրս չգա, չի ասում, ոնց եղավ, էս ինչ եղավ։ Որտեւ ինքը այնտեղ նստած, ինքը ազատ մարդ է իրեն համարում։ Գաղափարապես։ Ինքը չի փոշմանել իր արածի համար, որ ապստամբել է Պուտինի ռեժիմի դեմ։ Եվ այսօր բանտում է, որտեւ Պուտինի ռեժիմը դեռ Հայաստանում գոյություն ունի։ Ուրեմն, սիրելի հանրություն, ոչ նախկին, ոչ ներկա։ Էդի ով տեղից վերեք են, Քոչարյանականները գրում են իրենց ռեյտինգն է բարձր, չէ, նրանք գրում են, որ Տաշիր Սամոն իրենցից շատ է, ասեց։ Տաշիր Սամոյեն դրանց են գրում, որ իրենք են որ կան, Նիկոլներ չկա ընդհանրապես, չէ, նրանք էլ են Նիկոլին ձայն տալի։ Հա տարօրինակ է, չէ, իրար, այսինքն տարօրինակ չէ, նորմալ է, էլի։ Իրենք սիրում են իրար։ Խորհրդարանը պետք է նորից նույնը լինի, որ այնտեղ իրար ասեն, դու թալանցիր, դու կերար, դու ես արի։ Դու կերար, դու թալանցիր, դու ծախեցիր, դու դավաճանեցիր, դու ես արեցիր, դու են արեցիր։ Առանց դրա սրանց բանը չի լինի։ Գործողությունը կկանգնի։ Թքում ենք բոլորի վրա, բառից բուն իմաստով։ Իսկ Իլհամ այ Հեյդարի լակոտ։ Մեր պատերազմը չի պրծել, տղա։ Հələ չի պրծել։ Քո ողբը, այդ որ դες քիթը տանգում ես մեջքի վրա գնում ես, այդ քիթը
Այնքան ես կռացնելու հասի շենքամիջումը դասելու լորեցին։ Մի հիասթափվի հայ մարդ, իսկապես մի հիասթափվի։ Ով խոսում է ռուսից, ռուսականից, չգիտեմ, թուրքից, թուրքականից, ուրեմն հեռու մնացեք դրանցից, կամ դրանց արբանյակներին, ովքեր աջակցում են։ Նժդեհ, հիշեք 100 տարի առաջ Նժդեհին ոչ թուրքը, ոչ ռուսը, ոչ թաթարը, ոչ դավաճան հայը չկարողացան ազդել, որտեղ ինքը ազնիվ էր, որտեղ ինքը չէր տրվում որևիցե մեկի, ասենք կեղծիքին ու ստին, չկարողացան այդ մարդուն շեղել։ Մարդը մինչև վերջ իր ասածն ասեց, արեց, հետո տեսավ, որ ինքը մենակ է մնացել, էլի։ Ժողովուրդը վազան բոլշևիկի ոտը։ Ասենք, եթե մնային իր կողքին, ինքը Հայաստանը չէր լքի։ Ուղղակի պայման դրեց, ասեց Սյունիքը պետք է Հայաստան լինի։ Եթե չէ, գնաց 40 օր էլ Պարսկաստանը սպասեց, տենա հանգարց իրենից հետո ուրիշ բան չեն անում։ Այնտեղ ասենք շացրել էր, հետ կգամ նորից կավեր են բոլորիդ։ Վախից է դել արեցին։ Նժդեհ հələ տեսեք ինչ է արել, այսօր աշխարհի մեծերն են Սյունիքի հետ դրում վերցնում, չէ՞, արդեն Ամերիկան էլ եկել Սյունիքով հետաքրքրվում։ Այդ մի Նժդեհը տեսակ ինչ արեց այդ Սյունիքում, որ այսօր Թրամփով, չգիտեմ, Էրդողանով, Պուտինով, չգիտեմ, Իրանի ես խառնվել են, չգիտեն ինչ պետք լինի, ոնց պետք լինի։ Գործելու է, չի գործելու, ինչ ալնելու, ում է պատկանելու։ Մի Նժդեհ, որտեղ ինքը վճռական էր, կամք ուներ եւ չէր զիջում ոչ մեկին ոչինչ։ Չզիջեք։ Զիջողին գնահատում են թույլ, անբարո եւ նորից պահանջում են։ Մնացեք խաղաղությամբ։